Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ հիմա արդեն այս խաղային օրը առաջինը միմյանցն կմրցեն գործող չեմպիոնն ու ներկայիս առաջատարը խոսքս վերաբերվում է Վիլյարեալին ու Էվերտոնին Վիլյարեալ այո ներկայ դրությամբ Վինտեր Քափ մրցաշարի գործող չեմպիոնն է իսկ Էվերտոնը այս պահի դրությամբ միավորներով խմբային փուլում առաջատարն է շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում այս 50 րոպեների ընթացքում հիմա հենց մեկ տարկում Վիլյարեալն անցավ գրոյ բայց Ավագյանի փոխանցումը դեպի Մանուկյանը ուժեղ ստացվեց ու հարված կլինի Էվերտոնի դարպասից այո քիչ անց կծանոթացնեն նաև մրցաշարային աղյուսակը իսկ միջ այդ եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ եւ այսպես Էվերտոնի դարպասը պաշտպանում է Արամ Ղազարյանը համարում եք Մանուկ Մուրադյան այս գրո տեսնենք չնկատեց Պողոսյանի առաջ խաղացումը Մուրադյանը ու հարված է դարպասի ուղղությամբ բայց շեղությամբ ստացվեց Մուրադյանի կատարած այս փորձը թիմերը առաջին իսկ րոպեի դրությամբ փոխանակվեցին արդեն իսկ մեկական վտանգավոր գրոններով ինչը խոսում է հանդիպան մնացած ժամանակահատվածի սպասվող տեմպի մասին իսկապես երբ ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակը րոպեներ անց արդեն ինտերնետել կհասկանաք թե ինչի մասին եմ ես խոսում Ավագյան դեպի Մանուկյանը բայց այստեղ չստացվեց Մանուկյանի մոտ հարվածել ինչը կատարվում Էվերտոնի Տուգանային հրապարակում հեռացված է գնդակը այստեղ էլ փորձեցին հակագրոյի արդեն ասել Էվերտոնի ֆուտբոլիստները բայց Համբարձումյան ուղարկեց գնդակը Ուլուխանյանի ուղղությամբ նորից Արմեն Ավագյան թույլ կտան արժեք ֆուտբոլիստները ներկայացնեմ հայտարարությունները թե ոչ Մանուկյան այդ փոխանցում դեպի Ստեփանյանը խաղարկում է Վիլյարեալը գնդակը Ուլուխանյան դեպի Արմեն Ավագյանը Կա փոխանցումը ու այստեղ լավ չընդունեց Կարո Մանուկյանը գնդակը բայց այն դուրս եկավ արդեն դաշտից նահաններից եւ հարված կլինի Էվերտոնի դարպասից հիմա ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ սկսենք Էվերտոնից դարպասը պաշտպանում է Արամ Ղազարյանը համար 1 Ժորա Սարգսյան համար 8 Գառնիկ Մովսեսյան համար 2 Ալեքս Մկրտչյան համար 3 Հովանես Գաբրիելյան համար 7 Մանուկ Մուրադյան համար 9 նա թիմի ավակն է Հայկ Խաչատրյան համար 10 Ռևիկ Եղիազարյան համար 11 Կարողացավ այստեղ ազատվել գնդակից Եղիազարյանը Համբարձումյանն էլ թույլ չտվեց Էվերտոնին գրող շարունակեմ Էվերտոնի հայտարարությունը Տիգրան Պապիկյան համար 15 Միքայել Պողոսյան համար 23 եւ Ռաֆայել Վարդանյան համար 77 Վիլյարեալ դարպասը պաշտպանում է Հայկ Մկրտչյանը համար 13 Հակոբ Համբարձումյանը համար 2 Լևոն Ստեփանյանը համար 5 Արմեն Ավագյան համար 6 Հովանես Իլան Գյոզյան համար 8 Հայկ Մկրտչյանին նշեցի արդեն նա դարպասում է Վլադիմիր Ուլուխանյան համար 20 Հիմա Ավագյանն է գնդակով տեսնենք Ավագյանի փորձը դեպի Կարո Մանուկյան Ավագյան ու այստեղ չստացվեց Ավագյանի հարվածը եւ հարված կլինի Էվերտոնի դարպասից թե անգյունային է նշանակում մրցավարը հիմա Պարզ կլինի ոչ հարված դարպասից Ավագյանի հարվածը չէ ստացվել ու գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից շարունակեմ ծանոթացնել Վիլյարեալի հայտարարությունը Ուլուխանյանին ներկայացեցի 20 համարով նա
հանդես է գալիս խաղադաշտում Հարություն Զատիկյան համար 22, Վիգեն Բեգոյան համար 77 եւ Կարո Մանուկյան համար 99։ Գրում է հիմա Էվերտոնը Պողոսյան դեպի Մուրադյանը շատ լավ փոխանցում կատարեց Պողոսյանը, Մուրադյանն էլ փորձեց հասցեակել այստեղ Գաբրիելյանին, բայց փակվեց գնդակի ճանապարհը հիմա էլ Մուրադյանի հենց կատարած հարվածը բարձր է ստացում Վարդանյանը շատ ճիշտ փային փոխանցեց խաղանկերոջը, բայց Մուրադյանի այս փորձը չստացվեց։ Ստեփանյանը այո այսօր երկու թիմերը իսկապես միմիան 3 միավորի մասին են մտածելու։ Հիմա ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակը ու դուք հասկացեք ինչ է կատարվում այս խմբում։ Էվերտոնը ունի 33 միավոր եւ գտնվում է առաջին հորիզոնականում։ Աջափթյակն ու Բորուսիա Մյունխեն-Գլադբախը նույնպես 33 միավորներ ունեն իրենց ակտիվում գրանցած եւ երկրորդ ու երրորդ հորիզոնականում են։ Իհարկե խփած բաց թողած գնդակների շտորի եւ նաեւ անցկացած հանդիպումների քանակի պատճառով Իլանգյոզյան կա փոխանցումը Ավակյան ու բացվում է հաշիվը 1-0 Վիլյարեալն առաջ է հասնում հաշվի մեջ։ Արմեն Ավակյան բացված է հանդիպման հաշիվը ամենաճիշտ պայն Իլանգյոզյանը կատարեց փոխանցում ու Ավակյան այս իրավիճակում արդեն չվրիպեց 1-0 ունենք առաջին գնդակ այս խաղում ինչը արդեն էլ ավելի կհետաքրքրացնի հանդիպումը Եղիազարյան այստեղ էլ չանցավ նրա կատարած փոխանցում ու դաշտի միջին հատվածում խլեց Վիլյարեալը մրցակցից գնդակը հետո կորցրեց Ուլուխայանը ու նորից վերականգնեց Եղիազարյանի դեմ պայքարում մնաց գնդակով Ուլուխայանը հաջող անցում է տեսնենք ինչ է այստեղ նշանակում մրցավարը խաղի կանոնների խախտում Ուլուխայանի դեմ Վարդանյանի կողմից ու ստանդարտ կիրասնի հիմա Վիլյարեալը անչափ վտանգավոր գոտում Տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Վիլյարեալի ֆուտբոլիստերին այս ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Վիլյարեալի կազմում, այո Զատիկյանը մտավ խաղադաշտ ու խաղադաշտը լքեց գոլային փոխանցման հեղինակը Իլանգյոզյանը, հիմա այս ստանդարտը տեսնենք Ավակյանը բավական լավ հնարավորություն ունի կրկնապատկելու Վիլյարեալի առավելությունը, բայց պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին գնդակը Բեգոյանի հարվածն բավական բարձր ստացվեց այստեղ ու հարված կլինի Էվերտոնի դարպասից, այո 3 թիմ 33 միավորով այս պայն գտնվում են առաջինից երրորդ հորիզոնականներում Ատլետիկո Երևանը 31 միավորով 4-րդն է Վիլյարեալը ներկապայի դրությամբ 28 միավորով 5-րդը, բայց որն է հետաքրքիր Էվերտոնը անց է կացրել իր բոլոր հանդիպումները 14 հանդիպումից հետո ունի նույնքան միավոր որքան նաև Գլադբախը Ավակյանը շատ հնարամիտ փորձեց այստեղ թողնել գնդակը Բեգոյանին ու եթե անցներ գնդակ ապա միայնակ էր մնում Բեգոյանը դարպասապայի դիմաց հիմա կրկին Վիգեն Բեգոյանն է գնդակում շարժվում առաջ աչից կա տարբերակ բայց չփոխանցեց Բեգոյան իսկ այստեղ արդեն Էվերտոնի ֆուտբոլիստները խլում են գնդակ ու դեպի Միքայել Պողոսյան այստեղ Սարգսյան ուղարկեց գնդակը տեսնենք ինչ գրոհի շարունակություն կտան Էվերտոնի ֆուտբոլիստները եւս մեկ փոխանցում Վարդանյան թողեց Մուրադյանին ու նորից չի ստացվում Մուրադյանի հարվածը երրորդ փորձ այս խաղում Մանուկ Մուրադյանից բայց առայժմ հարվածները Մուրադյանի երկու դեպքում բարձր ստացվեցին մեկ անգամ էլ շեղությամբ ընթացավ գնդակը Այո Էվերտոնը ունի 14 հանդիպումից հետո 33 միավոր ինչպես Բորուսիա Մյունխեն-Գլադբախը 13 խաղից հետո 33 միավոր ունի նաև Աջափյանքը, իսկ ահա Վիլյարեալը 12 հանդիպում է անցկացրել եւ 28 միավոր ունի, ընդամենը 5 միավոր է սիճում առաջատար երրակին, իհարկե, բայց կանցկացնի նրանց նկատմամբ առնվազն 2 հանդիպում։ Արմեն Ավակյան կա փոխանցում ու բրավո Եղիազարյանի սահակման գնով փակեց գնդակի ճանապարհը թույլ չտվեց այն բաժին հասնի հարձակման կենտրոն Մուրադյանն էլ հիմա Վարդանյանին հրաշալի էր նկատել, բայց փոխանցումը չանցավ ինչ արագ են հակագրոհում թիմերը Արմեն Ավակյան եւս մեկ փոխանցում ու Մուրադյանը հասցրեց այստեղ նահանջել խլել գնդակը հետո էլ կորցրեց Էվերտոն այս իրավիճակում գնդակը Ուլուխանյան հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց հիմա էլ Ուլուխանյանի կատարած հարվածը իսկապես բավական բարձր է հանդիպման տեմպը երկու թիմերը գրոններ հակագրոններ շատ լավ են իրականացնում եւ դա իհարկե միայն ու միայն խոսում եմ թիմերի բարձր կարգի ու խաղամակարդակի մասին Կարո Մանուկյան շարժվում է առաջ Մանուկյանը լավ արագություն ձեռնարկեց այստեղ բայց Վարդանյանը հասցրեց նահանջել ու
հեռացնել գնդակը անկյունային կիրասնի հիմա Վիլյարեալը այսօր այո Վիլյարեալի կազմում կա լուրջ կորուստ Սարդարյանի բացակայությունը թիմի հիմնական ավակը ներկա չէ այս հանդիպմանը ինչ պատճառներով բայց իհարկե դա չի խանգարում առայժմ Վիլյարեալի ֆուտբոլիստներին վստահ գործել խաղադաշտում հիմա անկյունային կիրասնի Արմեն Ավագյանը տեսնում ենք փոխանցում այստեղ հարված նույնիսկ կատարեց Ստեփանյանը ու գնդակը հայտնվեց դարպասում 2-0 Վիլյարեալը կրկնապատկում է իր առավելությունը բավական գեղեցիկ էր այս ստանդարտը խաղարկված Լևոն Ստեփանյան 2-0 Վիլյարեալը խփում է այս խաղում երկրորդ գնդակ իսկ Ավագյանը գոլի կողքին ավելացրեց նաև գոլային փոխանցում Շատ լավ նկատեց իսկապես Ավագյանը խաղընկերոջ ու ճիշտ դիրք հասցեագրեց գնդակը որից հետո Ստեփանյանի հարվածը անկասելի ստացվեց 2-0 հիմա Էվերտոնը բավական բարդ իրավիճակում է հայտնվում ու տեսնենք ինչպես կփորձեն հաղթահարել այս իրավիճակը իսկապես Էվերտոնը վերջին մի քանի հանդիպումներում բավական մեծ տպավորություն է թողել բավական հաջող հանդիպումներ է անցկացրել այսօր եւ իզուր չէ Եվս մեկ փաստ նշեմ, որ խաղադաշտում են գտնվում առաջնության լավագույն ռմբարկուն եւ լավագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստները։ Դրանք երկուսն էլ Էվերտոնի կազմից են։ Միքայել Պողոսյանը մրցաշարի լավագույն ռմբարկուն է 23 գոլով։ Այս պահին Մանուկ Մուրադյանն էլ գոլային փոխանցումներով առաջատար է 21 գոլային փոխանցում ունի Մուրադյանը իր ակտիվում գրանցած ու իհարկե սա կարծում եմ մեծ խաղաթուղթ է Էվերտոնի ֆուտբոլիստերի համար Պողոսյանի ու Մուրադյանի համագործակցությունը հարձակման գծում, բայց առայժմ մի քանի փորձ ենք տեսել այս խաղում Էվերտոնից ու դրանք հաջող չեն ստացվել, հուսանք, որ իհարկե Էվերտոնը հարձակման գծում կօգտագործի Մուրադյանի ու Պողոսյանի, ինչու նաև ոչ Վարդանյանի կամ Գաբրիելյանի խաղաքարտերը եւ ամեն ինչ կստեղծեն իրենց թիմի օգտին հիմա Մուրադյանը լավ է նկատել Պողոսյանին Միքայել Պողոսյանը չփոխանցեց բայց կա Գաբրիելյանը Պողոսյանը հարվածում է ու այստեղ հրաշքով գնդակը չհայտնվեց դարպասում շատ լավ անցում ու հարված տեսանք Պողոսյանից այս իրավիճակում բայց կար իհարկե կարծում եմ ավելի լավ տարբերակներ կար թե Վարդանյանի տարբերակը ներողություն Գաբրիելյանի տարբերակը թե Մանուկ Մուրադյանին կարող էր փոխանցում կատարել Պողոսյանը բայց որոշեց ինքը եզրափակել հերար հարվածով այս գրոհը ու դա չստացվեց Ավագյան միայնակ է իսկ Ավագյանին պետք չէ այսպեսի տարածություն տալ փոխանցում դեպի Մանուկյանը բայց Մանուկյանի հարվածը չի ստացվում այո Մանուկյանը իր Անդրանիկ խաղում Վիլյարեալի կազմում կարողացավ պոկեր գրանցել իր անվան դիմաց նախորդ տուրում Բորուսիա Մյունխենգլադբախի դեմ մրցավեճում շատ հաջող մեկնարկ Մանուկյանից տեսանք Վինտեր քափի այս մրցաշարում բայց Պողոսյանը գնդակը դաշտի սահմաններում ու իհարկե դա էլ ավելի է ոգևորում թե Մանուկյանին թե Վիլյարեալի ֆուտբոլիստերին ու այսօր իհարկե Մանուկյանին պետք է իսկապես լուրջ վերահսկողության տակ առնել ինչու ոչ նաև Արմեն Ավագյանին ով Դաշտի միջին հատվածում պարզապես Վիլյարեալի գրոնների հիմնական կազմակերպողն է հիմա Ավագյանը թողնում է գնդակը Ուլուխանյանին կրկին Ավագյան կա Ստեփանյանի տարբերակը կատարեց փոխանցում դեպի Աչեզը նորից Ավագյանը ստացավ գնդակը տեսնենք ինչ արունակություն կմտածի Կարո Մանուկյան գեղեցիկ է Մանուկյանը անում այստեղ ամեն ինչ ու 3-0 սա արդեն գեղեցիկ էր իսկապես ամեն ինչ լավ արեց Վիլյարեալը այստեղ իսկ Մանուկյանը իր շանսերից միշտ օգտվում է Կարո Մանուկյան 3-0 Մանուկյանի 5-րդ գնդակ այս մրցաշրջանում ու ընդամենը նա դեռ երկրորդ հանդիպումն է անցկացնում Վիլյարեալի կազմում իսկապես լավ շրջվեց ու հարվածեց դարպասի ուղղությամբ Մանուկյանը ոչ մի շանս չտվեց այստեղ Էվերտոնի դարպասապահին ու արդեն Վիլյարեալը շատ մեծ քայլ է կատարում այս խաղում 3 գնդակ արդեն հեղինակել են այս անցած 14 րոպեների ընթացքում ու դեռ պատկերացնում եք առաջի խաղակեսի ավարտին դեռ 10 րոպե առնվազն խաղաժամանակ կա դեռ մի ամբողջական երկրորդ խաղակես կա ու տեսնենք իհարկե սա դեռ չի կարելի արձանագրել որպես 3 միավոր Վիլյարեալի համար բայց Էվերտոնը առայժմ ոչինչ չի առաջարկել մրցակցին Մուրադյան ու բրավո Համբարձումյանին այստեղ այս սա իսկապես գոլային հնարավորություններ ու Հակոբ Համբարձումյանը դարպասը անառիկ բայց արագորեն խաղարկում են անկյունայինը Պողոսյան այստեղ ավելի շատ
փոխանցում կամ հարված իսկապես չեմ կարող ասել ինչ էր մտածել Պողոսյանը, բայց ամեն դեպքում անկյունային նորից կիրացնի Էվերտոնը արդեն հակառակ եզրից։ Ու տեսնենք Գաբրիելյանն է գնդակի մոտ, կա բարձից փոխանցում դեպի Դուգանայինի Մատույցեր, Ստեփանյանը առանց խնդիրների հեռացեց գնդակը, Մանուկյանն էլ որքան հնարավոր է դեպի մրցակցի կիսադաշտ ուղարկեց, բայց կրկին Էվերտոնը արդեն երկրորդ տեմպով կանցնի գրոյի, եւ որ կյանք կրոս դեպի Դուգանային հրապարակ, բայց այստեղ գնդակը բաժին է հասնում առանց որևէ խնդիրների Վիլյարեալի դարպասապահ Հայկ Մկրտչյանին, ով իհարկե արդեն չի շտապում, Ուլուխանյան Ավակյանի հետ խաղարկում դեպի Համբարձումյան, այո այսօր 3 գոլերի ժամանակ էլ Արմեն Ավակյանը իր դերակատարումը ունեցել է, մեկ անգամ գրավեց դարպասը, 2 անգամ կատարեց փոխանցում, ամեն ինչ սկսեց Ավակյանից ու իսկապես եթե ցանկանում ես այսօրվա Վիլյարեալին հաղթել կամ գոնե այսպես ասեմ պայքարել միջև վերջ առաջին հերթին պետք է հաշվի առնել այսօրվա Վիլյարեալի կազմում Ավակյանի ու Կարո Մանուկյանի ներկայությունը ու պետք է լրջորեն վերահասկել այս երկու ֆուտբոլիստերին։ Հիմա էլ Բեգոյանը լավ անցում կատարեց Մանուկյան Ստեփանյանն ու հիմա հորիզոնական դարպասաձողն է փրկում Էվերտոնի, եթե հայտնվեր հիմա էլ գնդակը դարպասում, ապա բավական խոշոր կստացվի Վիլյարեալի առավելությունը, բայց այստեղ լինենք անկեղծ փրկվեց Էվերտոնը վերահաս գոլից։ Ու հարված կլինի հիմա Էվերտոնի դարպասից, այո ես մրցաշարային աղյուսակը ներկայացրեցի ձեզ ու հիմա եթե օնլայն տարբերակով նայենք եւ լավ չասեմ Վիլյարեալին այսպես ասած շնորհենք 3 միավոր դեռ կրկնում եմ Էվերտոնի դեմ խաղում 3 գնդակի առավելությունը այս րոպեի դրությամբ հաղթանակ չի պարգևում Վիլյարեալին, քանի որ եւս մեկ անգամ հիշեցնեմ Էվերտոնի կազմում են գտնվում այս պայի դրությամբ առաջնության լավագույն ռմբարկուն ու լավագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստները։ Դա իհարկե հաշվի առնում է Վիլյարեալը, իհարկե Վիլյարեալի կազմում նաև Արմեն Ավակյանն ունի նման ցուցանիշներ, երկրորդ հորիզոնականում է գտնվում ասիստներով Ավակյանը, բայց դեռ կա մի քանի ասիստի տարբերակ, երբ կհասնի Մանուկ Մուրադյանին, իսկ այստեղ Կարո Մանուկյանը խփում է այս հանդիպան 4 գնդակ ու դուբլ գրանցում իր անվան դիմաց 4-0 արդեն ամեն ինչ ավելի է բարդանում Էվերտոնի ֆուտբոլիստերի համար։ Կարո Մանուկյան 4 անգամ Վիլյարեալը գրավեց Էվերտոնի դարպասը, Մանուկյանի երկրորդ գնդակը այս խաղում 6-րդ ընթացիկ մրցաշրջանում ու հիմա Էվերտոնի տեսանկյունից նայեմ պետք է փորձի առաջին հերթին թիմը առնվազն առաջի խաղակեսում գոնե մեկ գնդակի մասին մտածել, դեռ ունի առաջի կեսի ավարտին 5 րոպեից ավել խաղաժամանակ կա, ինչը բավական է 1 նույնիսկ 2 գնդակ հեղինակելու համար, իհարկե հեշտությամբ չի ստացվի գրավել Վիլյարեալի դարպաս, այն էլ ոչնչից, բայց այստեղ կարծում եմ պետք է մտածեն Էվերտոնի ֆուտբոլիստները Եղիազարյան հարված ու Մկրտչյան այստեղ վերցրեց գնդակը Զատիկյան թողնում է գնդակը Ուլուխանյանին դեպի Հակոբ Համբարձումյանը Արմեն Ավակյան տեսեք որքան ազատ է Ավակյանը դաշտի միջին հատվածում ու ամեն ինչ սկսվում է հենց այս խաղարկումներից, երբ Ավակյանը այսպես ընդունում է գնդակ ու որ ֆուտբոլիստին ցանկանա այս իրավիճակում կատարում է փոխանցում Մկրտչյան երկար փոխանցում ենք տեսնում դեպի առաջ, բայց այստեղ Եղիազարյանը լավ գործեց Ուլուխանյանն էլ փակեց Եղիազարյանի կատարած փոխանցման ճանապարհը Ավակյան դեպի Համբարձումյանը Վիլյարեալը նորից փորձում է գրոյի հասնել ու նշեմ նաև Վիլյարեալը շատ հաջող է հանդես գալիս հիմնականում առաջին խաղակեսերում Գլադբախի դեմ խաղում նույնպես 4-5 գնդակ նույնիսկ հեղինակեցին առաջի կեսում ճիշտ է Վիլյարեալը շատ գոլարատ հանդիպումներ անց է կացրել, հանդիպումը եղել է հաղթել է մրցակցին 12 գնդակի տարբերությամբ, ինչը իհարկե մեծ ցուցանիշ է, բայց կրկնում եմ Վիլյարեալը գործող չեմպիոնն է Վինտերկապ մրցաշարի ու դա բնականաբար գիտակցում են բոլոր հակառակորդները Վիլյարեալի, իսկ չեմ ասում առանց այն էլ չեմպիոն է դարձել առանց Մանուկյանի
ներկայությամբ Վիլյարեալը եւ որն է հետաքրքիր Կարո Մանուկյանը նախորդ մրցաշրջանում, երբ Վիլյարեալը նվաճեց Winter Cup-ի Բազալի տիտղոսը հանդիսանում էր Արմավիրի կազմում, Արմավիրի ռմբարկուն էր, այսպես ասեմ, ու հենց Վիլյարեալը եզրափակիչում հաղթեց Արմավիրին եւ նվաճեց գավաթը 11 մետրանոց հարվածաշարով, ովքեր դիտել են այդ հանդիպումը, գիշեն Վիլյարեալը հաղթեց Արմավիրին, այնտեղ եթե վերջին հարվածը Եղոյանը դիպուկ էր իրացնում, ապա Արմավիրը հռչակվում է չեմպիոն, վրիպեց Եղոյանը, իսկ հետո էլ արդեն Վիլյարեալը 5 հարվածներից հետո մեկական հարվածաշարի ժամանակ կարողացավ ավելի վստահ եթե չեմ սխալվում, հաղթական 11 մետրանոցը իրացեց այսօրվա գոլերից մեկի հեղինակը Լևոն Ստեփանյան, իսկ նրա հարվածից հետո արդեն Արմավիրի ֆուտբոլիստի կատարած հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին ու Վիլյարեալը հաղթեց Winter Cup մրցաշարը, իսկապես շատ հետաքրքիր հանդիպում էր, հիմնական ժամանակ ավարտվեց 2-2 հաշվով ու որն է հետաքրքիր զիջում էր Վիլյարեալը Արմավիրին 2-1 հաշվով, բայց հանդիպման վերջին րոպեներին կորզեցին 11 մետրանոց հարված, Ավագյանը հավասարեցեց այդ խաղում հանդիպան հաշիվ ու արդեն 11 մետրանոց հարվածաշարով ուժեղ գտնվեց Վիլյարեալը, իսկ արդեն Մանուկյանը այդ հանդիպումից հետո այս մրցաշրջանում, որտեղ Արմավիրը այլևս հանդես չի գալիս, տեղափոխվել է Վիլյարեալ ու պաշտպանում է դեղին Սուզանավի գույները, Միքայել Պողոսյանն է այստեղ հաջող խլում կարողանում կատարել ու տեսնեք ինչ շարունակություն կմտածի դեպի կենտրոն լավն էր այս փոխանցումը, բայց բրավո Մկրտչյան չհասցրեց Գաբրիելյանը հարվածել, եթե հարվածը տեսնեին կապա չի բացառվում, որ գնդակը հայտնվեր ցանցում, իսկ հիմա փոխարենը տեսեք 4-2-ի դիմաց ներծում է առաջ Վիլյարեալը, Ավագյանն է գնդակով, տեսնեք ինչ շարունակություն կմտածի Համբարձումյան թողեց Բեգոյանին, իսկ այստեղ պաշտպան ու դարպասապահ մի ամուր ուժերով փակեցին Բեգոյանի հարվածի ճանապարհը, բայց եթե չեմ սխալվում, Պապիկյանը չդիպավ գնդակին, եթե ճիշտ նկատեցի, դարպասապահ Ղազարյանը կարողացավ այստեղ փակել հարվածի ճանապարհը, անկյունային ամեն դեպքում Վիլյարեալը կորզեց այս իրավիճակում, չնայած կարող էին այս անչափ մեծ քանակությամբ հակագրով, որտեղ կրկնակի առավելություն ուներ ֆուտբոլիստերի քանակով Վիլյարեալը կարող էր վերացել 5-րդ գնդակի, բայց փրկվեց, այստեղ նույնպես Էվերտոնի դարպասը մնաց անառիկ, հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք, Ավագյանն է նորից գնդակի մոտ, նա այսօր մեկ անգամ գոլային փոխանցում անկյունայինից կատարել է, հիմա դեպի հետ ուղարկեց գնդակը Հակոբ Համբարձումյան, լավ հարվածի փորձ էր նախապատրաստել Համբարձումյանը, բայց այս իրավիճակում չստացվեց նրա մոտ ու հիմա Պապիկյանը գնդակը խաղարկի 2 րոպե մինչ առաջի կեսի ավարտը, այդքան խաղաժամանակ ունեն թիմերը իրենց տրամադրության տակ Զատիկյան, լավ գործեց այստեղ պաշտպանության խորքում Զատիկյանը, Համբարձումյան, բայց Պողոսյանը կարողացավ խլել գնդակը, հետո էլ արդեն Համբարձումյանը խախտեց խաղի կանոնները ու Եղիազարյանն է տեղադրում գնդակը, ճիշտ է բավական հեռու է տարածությունը, բայց չի բացառվում Եղիազարյանից այստեղ հարված տեսնենք կա մրցավարի Սուլիչը, Ռևիկ Եղիազարյան, հեռվից հարվածի փորձ այստեղ, բայց խաղընկերը փակեց գնդակի ճանապարհը ու նորից հակագրով Վիլյարեալից, բայց բավական ուժեղ ստացվեց այս փոխանցումը դեպի Կարո Մանուկյան ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում կարծում եմ Մանուկյան այստեղ չէր ասի այս գնդակին, բավական, իսկապես բավական ուժեղ ստացվեց այս փոխանցումը։ Հիմա եզրից կնետի Վիլյարեալը, Բեգոյան դեպի Ավագյանը, լավ ընդունեց ու շրջվեց Արմեն Ավագյանը, լավ էր մտածել, բայց այստեղ արդեն փակվեց Ավագյանի կատարած այս փոխանցման ճանապարհը ու Էվերտոնն է շարժվում առաջ, Պողոսյան լավ անցում էր, կատարբերակ փոխանցման, բայց չկատարեց փոխանցում, իսկ հետո արդեն Համբարձումյանը խախտեց խաղի կանոնները ու առաջին դեղին քարտը այս խաղում Հակոբ Համբարձումյանը տեսնում է իր գլխավերևում դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Վիլյարեալի դարպասի ուղղությամբ պայող խախտումը Պողոսյանի դեմ պայքարում տեղի էր ունեցել Տուգանային հրապարակի ներսում եւ սա հնարավորություն է խաղակեսի վերջի րոպեին
կրճատելու հաշվի տարբերությունը կարծես Վարդանյանն է պատրաստվում իրականացնելու 11 մետրանոցը ու տեսնենք Մկրտչյանն էլ սովոր է 11 մետրանոցներ ետ մղելուն, բայց իհարկե Ռաֆայել Վարդանյանը փորձառու է, նա պետք է այս իրավիճակում դիպուկ գտնվի, տեսնենք Մկրտչյանն ընդդեմ Վարդանյանի կա մրցավարի սուլիչը Ռաֆայել Վարդանյանը մոտենում է գնդակին ու Մկրտչյանը փրկում է այստեղ Վիլյարեալի ևս մեկ սեյվ դարպասապայից ու առաջի խաղակեսը այստեղ էլ ավարտվում է հաշիվը մնաց անփոփոխ 4-0 հաշվով հաղթում է Վիլյարեալը կարճատև դադար որից հետո կվերադառնանք Բարեկամներ մենք վերադառնում ենք Էվերտոն ընդդեմ Վիլյարեալի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու ու առաջի խաղակեսից հետո քառակի առավելություն ունի Վիլյարեալը մրցակցի նկատմամբ 4 անպատասխան գնդակ ու խաղակեսի վերջնամասում Էվերտոնը ուներ հնարավորություն թռչելու այս հանդիպան հաշվիվը, բայց բրավո եւս մեկ անգամ Վիլյարեալի դարպասապահ Հայկ Մկրտչյանի շատ լավ ետ մղեց 11 մետրանոց հարված ու դարպասը պահեց Ադարիկ եկեք եւս մեկ անգամ վերիչենք մրցող թիմերի հայտացուցակները ու սկսենք նորից Էվերտոնից Արամ Ղազարյանը դարպասում է համար 1 Ժորա Սարգսյան համար 8 Գառնիկ Մովսեսյան համար 2 Ալեքս Մկրտչյան համար 3 Հովանես Գաբրիելյան համար 7 Մանուկ Մուրադյան համար 9 Հայկ Խաչատրյան համար 10 Ռևիկ Եղեզարյան համար 11 Տիգրան Պապիկյան համար 15 Միքայել Պողոսյան համար 23 եւ Ռաֆայել Վարդանյան համար 77 Հայկ Մկրտչյանը պաշտպանում է Վիլյարեալի դարպասը համար 13 Հակոբ Համբարձումյան համար 2 Լևոն Ստեփանյան համար 5 Արմեն Ավակյան համար 6 Հովանես Սիլանգյոզյան համար 8 հիմա է Սիլանգյոզյանն է գնդակով տեսնենք ինչ շարունակություն կմտածի վաստակեց այստեղ ամեն դեպքում անկյունային հարվածի հնարավորություն իր թիմի համար ու անկյունային իրաց թիմա Վիլյարեալը շարունակեմ ներկայացնել հայտարարությունը Վլադիմիր Ուլուխանյան համար 20 Հարություն Զատիկյան համար 22 Վիգեն Բեգոյան համար 77 եւ Կարո Մանուկյան համար 99 Բեգոյանն է գնդակի մոտ տեսնում ենք փոխանցում նույնիսկ հարվածի փորձ այստեղ եղավ Ստեփանյանից բայց իհարկե սա այն հարվածը չէր որը կատարեց նա առաջի խաղակեսում ու գրավեց Էվերտոնի դարպասը անկյունայինի խաղարկումից Պապիկյան ուղարկեց գնդակը Գաբրիելյանին Եվ Զատիկյանը տեսեք որտեղ է հասելու թույլ չտվեց այստեղ փոխանցումը անցնի հիմա էլ խլում է Վիլյարեալը գնդակը Ուլուխանյան այստեղ չկատարեց փոխանցում հիմա թողեց Ավակյանին Կարո Մանուկյան Վիգեն Բեգոյան տեսնենք այս գրոհին չկվեացի Վիլյարեալը Մանուկյան պահեց գնդակը դաշտի սահմաններում բայց իհարկե բավական բարդ գոտում է արդեն ու փոխանցումը չստացվեց Մանուկյանի Եղիազարյան Իլանգյոզյանը մաքուր է գործում այս իրավիճակում Արմեն Ավակյան լավ էր մտածել, բայց Մանուկ Մուրադյանը խլեց գնդակը գուցե հիմա ստացվի Էվերտոնի մոտ որևէ բան Գաբրիելյան բարձից փոխանցում դեպի Պողոսյանը Միքայել Պողոսյան վտանգավոր է կա փոխանցում ու այստեղ Մկրտչյանը որցում է գնդակը այո արդեն գրոյի տեմպը մի փոքր ընկավ շատ լավ նկատեց Գաբրիելյանը Պողոսյանին բայց Պողոսյանը մի փոքր առաջ կասեցեց գնդակը հետո արդեն գրոյի շարունակական մասը ավելի դանդաղեց Բեգոյան լավ արագացում Վիգեն Բեգոյանից Բեգոյան ու Ղազարյանը փրկում է այստեղ Էվերտոնի վերահաս գոլից անկյունային հիմա կիրաստի արդեն Վիլյարեալ այո թիմերը բավական ակտիվ են մեկնարկել ինչպես առաջի այնպես էլ երկրորդ խաղակեսը ու տեսնենք դա ինչ կտա թիմերին Կարո Մանուկյանն է գնդակի մոտ թողեց այս իրավիճակում Մանուկյանը գնդակը Ավակյանին ու Ավակյանը կիրաստի անկյունային իհարկե նա հիմնական իրացնողներից մեկն է ստանդարտների ընդհանրապես Տուգանայինները էլ ավելի լավ է Ավակյանը իրացնում բայց անկյունայինից կատարած փոխանցումները բավական վտանգավոր են Արմեն Ավակյանի կատարած ու եւս մեկը հիմա տեսնում ենք բայց այստեղ Եղիազարյանը արձագանքեց գնդակին Իլանգյոզյանն էլ հարվածեց Եղիազարյանի հեռացումից հետո բայց դիպուկ չստացվեց Հովանես Իլանգյոզյանի մոտ գտնվելու Սկսում է Էվերտոնը խորքից Գաբրիելյան Մեքապումով շատ լավ ուղարկեց գնդակը Եղիազարյանին ով զարգացնում է արագություն կա Մուրադյանը կա Պողոսյանը Եղիազարյան փոխանցում ու հասցրեց Ուլուխանյանը սա անկումով հեռացնել գնդակը եթե հասներ գնդակը Մանուկ Մուրադյանին ապա արդեն նա պատրաստվում էր հարված կատարելու բայց այստեղ Ուլուխանյանը ազդուրացաբար նետվեց դեպի գնդակ ու հեռացեց այն դաշտի սահմաններից դուրս տարագորեն խաղարկում է Էվերտոնը գնդակը Մուրադյան Գաբրիելյան
Նորից Մանուկ Մուրադյանն ստանում գնդակը ու եւս մենք անկյունային կտեսնենք։ Մուրադյանն էլ իրացեց այս անգամ փոխանցում Ռևիկ Եղիազարյանի ուղղությամբ եւս մեկ հարվածի փորձ ու եթե չեմ սխալվում այստեղ էլ Զատիկյանը փակեց գնդակի ճանապարհը նորից անկյունային արդեն հակառակ եսից կիրասնի Էվերտոնը։ Պողոսյանը խաղարկեց գնդակը Եղիազարյանի հետ դեպի Տուգանայինի Մատույցները Ավակյանն է հեռացնում գնդակը ու այն վերադառնում եմ Էվերտոնի դարպասապահ Ղազարյանի մոտ, բայց ինչու շտապեց այստեղ Ղազարյանը, ճիշտ է, այս իրավիճակում մնաց գնդակը Էվերտոնի մոտ, բայց հակառակ պատկերը կարող էին նույնպես տեսնել։ Հարված դարպասից խաղի կանոնների խախտում է նշանակել մրցավար ու հիմա պետք է ճիշտ դիրքից խաղարկել Զատիկյանը խախտել խաղի կանոնները Մուրադյանի դեմ պայքարում ու հիմա ստանդարտ կիրասնի Էվերտոնը Մուրադյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Բարձից փոխանցում ենք տեսնում Ուլուխանյանը հեռացեց Մանուկյանն էլ շտապում է բայց Ռևիկ Եղիազարյանը ասրեց այստեղ թույլ չտալ այս իրավիճակում Մանուկյանին առաջ շարժվել հետո էլ Մուրադյանը պայեց գնդակը դաշտի սահմաններում ինչ գեղեցիկ անցում ու փոխանցում էլ կատարեց բայց նորից Ուլուխանյանն ու արդեն եզից կնետի Վիլյարեալը Բեգոյանն է թողնում գնդակը այստեղ Ուլուխանյանին Ուլուխանյանը նույնպես թողեց Զատիկյանին, հիմա Զատիկյանը կատարի եզային նետումը Ավակյան և դեպի Ստեփանյանը փոխանցում կատարեց Արմեն Ավակյանը Իլան Գյոզյան դեպի ետ Ուլուխանյանն է այստեղ ու արդեն դարպասապահ Հայկ Մկրտչյանն է միջամտնում Վիլյարեալի գրոյի ստեղծման այսպես ասեն, բայց Պապիկյանը այստեղ դա թույլ չտվեց եզային նետում կիրասնի հիմա Վիլյարեալը Բեգոյան դեպի Ավակյանը հիմա տեսեք որքան տարածություն կա Ավակյանի համար դեպի Մանուկյանը Իլան Գյոզյան ու Ղազարյանը փրկեց այստեղ Էվերտոնին Ավակյանն էլ հարվածեց եւ նորից Արամ Ղազարյան երկու կրկնակի սեյվ տեսանք դարպասապահից այս իրավիճակում ու իսկապես երկու դեպքում էլ մոտ էր Վիլյարեալը գտնելու ցանցը բայց Ղազարյանը դա թույլ չտվեց հիմա նորից Իլան Գյոզյանն է գնդակով նա քիչ առաջ հարվածեց ու Եվս մեկ շանս ստացավ հիմա, բայց արդեն կորցրել է գնդակի Իլան Գյոզյանը Արմեն Ավակյան Մանուկյան նորից Ավակյան բավական լավ են համագործակցում այս զույգը խաղադաշտում Ավակյան Մանուկյան իսկապես Ավակյանի փոխանցումները կարելի ասել ժամանակին կատարված Կարո Մանուկյանը շատ բարձր մակարդակով է կարողանում եզրափակել դա մենք նաև համոզվեցինք Վիլյարեալի անցկացած նախորդ խաղում Զատիկյանն է հիմա տեսեք որտեղ է արդեն ասել Զատիկյանը նա նոմինալ թիմի կենտրոնական պաշտպանն է բայց հիմա արդեն մրցեցի Տուգանե երևույթուն կիսադաշտում է Ավակյան Կարո Մանուկյան եւ այստեղ Մուրադյանին բաժին ասավ գնդակը Մուրադյանը ուղարկեց Խաղանկերա ճուղությամբ ու հիմա շարժվում է առաջ Էվերտոնը տեսնենք այս գրոհը ինչ կտա Էվերտոնի ֆուտբոլիստերին Ուլուխանյանը խախտեց խաղի կանոնները ու դեղին կարտ արդեն Ուլուխանյանին այստեղ խաղի կանոնները խախտելու համար երկու դեղին երկուսն էլ Վիլյարեալը ստացավ այսօր այս պայդրությամբ իհարկե բայց երկու խախտումներն էլ Վիլյարեալի ֆուտբոլիստների կատարած իրենց նշանակությունը ունեին գիտակցված խաղի կանոնների խախտում էր իհարկե հիմա Ուլուխանյանը հաստատ այդպես վարվեց եթե անցներ այնտեղ Ուլուխանյանին Սարգսյանը ապա բավական սպառնալից կլիներ Վիլյարեալի դարպասի ուղղությամբ բայց Համբարձումյանը կարող էր խախտման չգնալ առաջի կեսի վերջի րոպեին ինչևէ դա արդեն անցյալում է հիմա ստանդարտը տեսնենք Մանուկ Մուրադյանն է գնդակի մոտ հարված այստեղ բայց հեռացեցին Վիլյարեալի ֆուտբոլիստները գնդակը Ավակյան դեպի Մանուկյանը հաջող չստացվեց այս անգամ Ավակյանի փոխանցումը բայց Կարո Մանուկյանը մնաց գնդակով Բեգոյան նորից Ավակյանին է հասցեակում գնդակը հիմա գեղեցիկ փոխանցում Մանուկյանն էլ հարվածում է ու Ղազարյանը նորից դարպասը անառիկ բայց այս իրավիճակում Ավակյան չի ավարտվել Վիլյարեալի գրոհը Ավակյան ու հիմա արդեն երկու ֆուտբոլիստ կարողացան մի ամուր ուժերով խլել գնդակը Ավակյանից
Մուրադյանն է գնդակով բարձից փոխանցում Մուրադյանի կողմից ու Վարդանյան այստեղ ձեռքով կասեցեց գնդակը եւ ստանդարտ խաղարկեց արագորեն Վիլյարեալը։ Անդադար փոխանցումներ Լևոն Ստեփանյան Դեպի աջ փոխանցում ենք տեսնում Իլան Գյոզյանն է գնդակով Ուլուխանյան թողեց Զատիկյանին այո Վիլյարեալը իհարկե չի շտապում Վիլյարեալը հեղինակել է 4 գնդակ արդեն այս խաղում եւ միայն ու միայն շտապելու եւ մտածելու տեղիք ունի Էվերտոնը Կարո Մանուկյան եւս մեկ փորձ չստացվեց իհարկե սա այն հարվածը չէր որը մենք ընդհանրապես տեսնում ենք Մանուկյանից բայց իհարկե լավ է այսպես քան կորցնել գնդակը բավական բարդ է տարածությունը իրավիճակը Մանուկյանի քիչ առաջ ու եթե չհարվածեր ապա կարող էր կորցնել գնդակը Տիգրան Պապիկյան թողեց Եղիազարյանին լավ անցում կատարեց Եղիազարյանն ու շարժվում է առաջ կա Մուրադյանը չանցավ այստեղ փոխանցում ու նորից Ուլուխանյանն է խլնում կարողանում կատարել ինքն էլ հարվածում է եւ նորից Արամ Ղազարյան այստեղ ետ մղեց այս հարվածը իսկապես առնվազն 3-4 դրվագում Էվերտոնի դարպաս ապա անարկ բայց դարպաս այս անցած րոպեների ընթացքում որտեղ կարող էր Վիլյարեալը եւս մեկ 2-3 նույնիսկ գոլ գրանցել իր անվան դիմաց Ավակյան լավ խաղարկում մնաց գնդակը Արմեն Ավակյանի մոտ տեսեք գնդակն է գտնում Ավակյանին բայց այստեղ հաստրեցին հեռացնել Էվերտոնի ֆուտբոլիստները ու Պողոսյանը աջ եզրով շարժվում է առաջ Ուլուխանյանը նահանջում է Պողոսյան ինչու այսպես ուժեղ կատարեց փոխանցումը չհասկացա ավելի լավ տարբերակներ իհարկե կար բայց արդեն շտապողականությունը Էվերտոնի ֆուտբոլիստերի մոտ իր դերն ու ազդեցությունը ունենում է իհարկե լիներ այ հանդիպում այլ կերպ կվարվեր Միքայել Պողոսյանը ես Էվերտոն իսկապես ասացի որ նախորդ մի քանի խաղերում բավական վստահ տեսք է ունեցել ու խոշոր հաշիվներով հաղթանակ է տարել առավել տպավորվել է ինձ մոտ Էվերտոնի անցկացած նախորդ երկու տուրերի հանդիպում հիմա այս գրոհը տեսնենք Պապիկյան կա փոխանցում Միքայել Պողոսյան արդյոք կհարվածի բայց Ստեփանյան Փանգեց Պողոսյանի հարվածի ճանապարհը եթե ոչ ապա ամենայն հավանականությամբ գրավեր Պողոսյան այս իրավիճակում Վիլյարեալի դարպասը բայց Ստեփանյանը ողջ մարմնով այսպես ասած փագեց գնդակի ճանապարհը ճիշտ է գնդակը դիպավ դրա ոտքին բայց այնտեղ այն դիրքում զբաղեցեց Ստեփանյանը իսկ հիմա Մուրադյանն է կրակում ու չի այդտեղում գնդակը նորից ցանցում դարպասածողը եկավ օգնության Վիլյարեալին բայց ուներ հնարավորություն Էվերտոնը դարպասածողի հարադարձից հետո գրավելու ցանցը եթե չեմ սխալվում Պապիկյանը չհասցրեց հարված կատարել մի փոքր ֆուտբոլիստները խիտ էին դասավորված ու ավելի շտապավորվեց ավելի հստակ կերպով ով այդ իրավիճակում Մուրադյան կա Վարդանյանը Մուրադյանը տեսնենք ինչ որոշում կկայացնի անցավ մեկին Մանուկ Մուրադյան ու հիմա գնդակը դարպասում է 4-1 անհատական վարպետությամբ Մուրադյանը աչքի ընկավ ինքն էլ եզրափակեց այստեղ գրոհը Մուրադյան գնդակը դարպասում է 4-1 Էվերտոնը 1 գնդակ այնուամենայնիվ ետ բերեց ու գոնե սա որևէ բան արտասնի Էվերտոնի ֆուտբոլիստերի մոտ իհարկե դեռ 3 գնդակ առնվազն պետք է հեղինակեն Վիլյարեալի դարպասը որպեսզի գոնե ոչ ոքի հասնեն եւ դա այն դեպքում երբ Վիլյարեալը չանի պարզապես ոչինչ բայց ժամանակի առումով այսպես ասեմ այնպես չէ որ անիրատեսական է իհարկե մենք խոսում ենք մի թիմի մասինով գործող չեմպիոնն է բայց խոսում ենք ներկայիս առաջատարի մասինով կարող է մնացած 13 րոպեները իհարկե իր օգտին անցկացնել հիմա Ստեփանյանն է հայտվել խոտածածկին կարծես Ստեփանյանն է հուսանք որ լուրջ ոչինչ չկա այո կանգնեց ոտքի Լևոն Ստեփանյանը ու կմնա խաղադաշտում Վարդանյան կա փոխանցում այստեղ արդեն Ստեփանյանը փակում է գնդակի ճանապարհ ու ես իսկ նետի Էվերտոնը Ռաֆայել Վարդանյան այո եթե Վարդանյանի
11 մետրանոցը նույնպես հայտնվեր ցանցում ու հիմա ընդամենը 2 գնդակ պետք լիներ Էվերտոնին դա մոտ էր իրականությանը այնպես չէ կրկնում եմ եւս մեկ անգամ որ ցանկության մեծ կռվի պայքարի դեպքում չի ասնի Էվերտոնը բայց ավելի բարձրացեցին իրենց քննից Վիլյարեալը պարզապես կարող այս հանդիպումը տրամաբանական ավարտին հասնել շեշտը դնելով հիմնականը պաշտպանության վրա եւ պարզապես տեսեք հա դիգունքում մնում է միայն հարցակման գծում Կարո Մանուկյան թողեց գնդակը խաղը կերոջը ու հիմա արդեն Մանուկյանը գտնում է ցանցը 5-1 Կարո Մանուկյան 5-1 արդեն այս խաղում հետրիկ Մանուկյանից տեսանք ու այս գոլով արդեն կարելի է փաստել իհարկե որ Վիլյարեալը այսօր հաղթում է ու արժանանում երթական 3 միավորին ինչը բավական մեծ դեր ու նշանակություն ունի մրցաշարային աղյուսակում արդեն չի հասնի Էվերտոնը եթե բաց չթողնեին այս գնդակը ու իրենք խփեին երկրորդը ապա կարելի էր մտածել այդ ամենի մասին բայց հիմա իսկապես ժամանակի տեսանկյունից կրկնում եմ առաջինը Էվերտոնը չի հասնի Ստեփանյան եթե մրցեր այդ թիմի դեմ ապա դա մեծ հնարավորություններ Էվերտոնի համար կար շանսեր նույնիսկ եթե մի փոքր էլ քիչ ավելի ժամանակ մնար բայց խփել Վիլյարեալին 4 գնդակ մնացած 10 րոպեների ընթացքում անձամբ ես չեմ հավատում որ Էվերտոնը այսպիսի խաղով կարող է անել Եղիազարյան շատ լավ հիմա նկատեց Պողոսյանին տեսնենք Պողոսյան բայց այստեղ սայթակեց Միքայել Պողոսյանը ու չստացվեց Պողոսյանի մոտ Ավակյան թողեց գնդակը Ստեփանյանին Ուլուխանյան ու արդեն դեպի Կարո Մանուկյանը փոխանցում լավ ընդունեց Մանուկյանը գնդակը ու տեսեք շարժվում է առաջ Կարո Մանուկյանը կատարում փոխանցում բայց փակվեց հիմա Մանուկյանի փոխանցման ճանապարհը ու իհարկե եթե սպասի այստեղ Պողոսյանը գնդակին ապա Ուլուխանյանը դա թույլ չի տա ինչպես վարվեց այս ու մնացած դրվագներում վստահ եմ նույնպես Արմեն Ավակյանը հերվից արված շեղը ստացվում Ավակյանի այս կատարած արվածը ու արված կլինի Էվերտոնի դարպասից, այո Էվերտոնի նախորդ անցկացած երկու հանդիպումները շատ դրամատիկ ստացվեցին, թիմը խփեց 20 գնդակ երկու խաղերում ու բաց թողեց 4-ը, նախ կարողացավ բավական լուրջ մրցակցի Ինտերի դեմ հաղթանակ հասնել բավական մեծ առավելությամբ 8-2 հաշվով եւ մեկ փաստ նշեմ, Վիլյարեալը այս առաջությունում կրել է երկու պարտություն, որոնցից մեկը կրել է հենց Ինտերից 4-3 հաշվով առաջին պարտություն այս խմբային փուլում ու որն է հետաքրքիր Էվերտոնը հաղթեց Ինտերին, բայց այսօր խոշոր հաշվով պարտվում է Վիլյարեալին իհարկե սա ֆուտբոլ է ամեն ինչ կարող է լինել ու իհարկե բացառություններ չկան հետո արդեն հաջորդ խաղում կարողացան 12 գնդակ ուղարկել Մալացիայի դարպասը Էվերտոնի ֆուտբոլիստները եւս երկուսը ընդունել ու այսօր մոտեցան Վիլյարեալին, բայց Մեղմ ասած Էվերտոնի խաղը այսօր չստացվեց Կարո Մանուկյան շքեղ արեց այստեղ Մանուկյանը ամեն ինչ բայց շտապեց այստեղ մի փոքր 2-3 մրցակից էր հայտնվել նրա դիմաց իհարկե եթե նստեր գնդակը Մանուկյանի ոտքին չի բացառվում որ ցնցեր դարպասային իրավիճակում Մանուկյանը բայց լավ չորցած գնդակը ընթացքից այստեղ Պապիկյան թողնում է Մանուկ Մուրադյանին կա Մկրտչյանը ուղարկեց գնդակը Մկրտչյանի ուղությամբ դեպի Եղիազարյանը ու այստեղ Մանուկյանը արդեն նահանջել է տեսեք ու օգնում է պաշտպանությանը իհարկե շատ արագաշարժ ֆուտբոլիստ է Կարո Մանուկյանը նրան ամենուր կարող ենք տեսնել խաղադաշտում թե արձակման գծում թե պաշտպանությունում թե այնպիսի գոտիներում որտեղ իհարկե անհրաժեշտություն կա Ուլուխանյան թողեց գնդակը Ավակյանին մեկ հպումով դեպի Մանուկյանը մի փոքր դանդաղ ընթացավ այստեղ գնդակը դեպի Կարո Մանուկյանը այլապես գրոյի շարունակություն, արագ շարունակություն վստահ եմ կտար Մանուկյանը Ավակյան Ուլուխանյան շատ լավ է խաղարկում Վիլյարեալը գնդակը Ստեփանյանն է ընդունել այն Արմեն Ավակյան նորից Ուլուխանյան հետ ուղարկեց Զատիկյանի ուղղությամբ ու այո ինչի մասին խոսում եմ Էվերտոնին շտապել է պետք իսկ Վիլյարեալը ընդհանրապես չունի նման մտադրություն, այսպես խաղարկում են հարցակման գծում թողնելով Մանուկյանին ու կստացվի, չի ստացվի, միևնույն է արդեն այսպես ասած իրենց անելու գործը այսօր կատարել են
Villarreal-ի ֆուտբոլիստները իրենց անելիքը կատարել են, այսպես ասեմ, Մանուկյանը իր մեծ դերն ու նշանակություն այս խաղում նույնպես ունեցավ ու մեզ վստահեցնում է այն մասին, որ իհարկե շատ ուշ է միացել այս մրցաշրջանում Villarreal-ի կազմին, բայց ես վստահ եմ, որ Մանուկյանը լավագույն ռմբարկուների պայքարում ընդգրկվելու է դրանում, պարզապես ճիշտ է, որքան ճանապարհ անցնի Villarreal-ը play-off-ում, այնքան ավելի կմեծանան դրա շանսերը, բայց այս պահի դրությամբ Մանուկյանը ունի խփած արդեն 2 խաղում 7 գնդակ իր ակտիվում ու զիջում է առաջատարին 16 գնդակով Միքայել Պողոսյանին, հիմա Մկրտչյանը փորձ կատարեց, բայց շեղությամբ ստացվեց, բայց իհարկե կրկնում եմ, խփել 2 խաղում 7 գնդակ ամեն ֆուտբոլիստի չի հաջողվում, դրա համար պետք է ունենաս բավական մեծ հարձակողական տվյալներ, որը ունի Կարո Մանուկյանը եւ իհարկե տեսնենք արդյոք Մանուկյանի այս սկսվող ճանապարհը ինչպես կընթանա Villarreal-ում։ Կարո Մանուկյան հիմա նա գնդակով է, Ավագյանին է ուղարկում, նորից Մանուկյան, Արմեն Ավագյան լավ մտածեց ու շարժվեց առաջ, խաղարկումն էլ գեղեցիկ էր, բայց այստեղ հեռացեցին գնդակի Էվերթոնի ֆուտբոլիստները, Մուրադյանն է հիմա ու Մանուկյանը նահանջում է, հասցրեց փոխանցել Մուրադյանը ու Լուխանյանը նորից անկումով հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս անկյունային իրացնի Էվերթոնը Վարդանյանը շտապում է, բայց չկան այս պահին տարբերակներ ու ստիպված հիմա դադար վերցրեց, հիմա կա փոխանցում Եղիազարյան բավական բարձր ստացվեց հարվածը 4 րոպե մինչ հանդիպման հիմնական ժամանակի ավարտը 4 րոպեից մի փոքր ավելի քիչ ու տեսնենք այս ժամանակահատվածում ինչ կառաջարկեն թիմերը, իհարկե ավելի հաճելի կլինի եւս 1-2 գնդակ տեսնել, բայց մեծ հաշվով դա թիմերից ոչ մեկին արդյունքի առումով ոչինչ չի տա, միայն խփած եւ վաստողած գնդակների տարբերություն կլինի Արմեն Ավագյան, շատ լավ փոխանցում դեպի Ուլուխանյանը, Կարո Մանուկյան թողեց նորից գնդակը Ավագյանին, Ավագյանը լերվից է կրակում Ղազարյանը հեռացեց ու Մանուկյանը նորից պոկերը եղինակ է դառնում այս խաղում գեղեցիկ է, իսկապես գեղեցիկ է խաղում Մանուկյանը խաղադաշտում Կարո Մանուկյանից եւս մեկ պոկեր տեսանք այս խաղում ու հանդիպան հաշիվն էլ դարձավ 6-1 իհարկե Ինչի մասին խոսում էի, հաճելի կլինի եւս 1-2 գնդակ տեսնել, մեկը տեսանք, հիմա Մուրադյանը կարող էր եւս 1 գոլ գրանցել իր անվան դիմաց, բայց չորսած գնդակը ու հարված կլինի Հայկ Մկրտչյանի պաշտպանած դարպասից Սատիկյան խաղարկում են Villarreal-ի ֆուտբոլիստները գնդակը պաշտպանությունում Ավագյան դեպի Աջ Ստեփանյանը Շատ լավ փոխանցում տեսանք Արմեն Ավագյանի ուղղությամբ նորից թողեց գնդակը Մանուկյանին կա Բեգոյանը կա փոխանցում Վիգեն Բեգոյան եւս 1 գոլ Հիմա էլ Բեգոյանը գրավեց դարպասը Կարո Մանուկյանն էլ պոկերը կողքին ավելացեց գոլային փոխանցում ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է երկգոլարան խաղ ու Villarreal-ը արժանանում է հերթական 3 միավորին այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը մեզ մոտ կարճատև դադար է որից հետո կվերադառնանք ու կդիտենք Մանչեսթեր Սիթին ընդդեմ Կադիսի հանդիպումը